Լեզվաբան Մարիամի ու մեղուների սիրո պատմությունը սկսվեց մոտ 6 տարի առաջ Քովիդի օրերին ու ժամանակի հետ ավելի քաղցրանում է։ Հələ մի հատ ասեք ձախուկներ, կարոտել եք ինձ։ Մեղվաբուծությամբ զբաղվել են նաև ծնողները, բայց մի քանի փեթակ են ունեցել ժրաջանների ամբարած քաղցր բարիքներ տանեցիներով հարազատներով շուրջ տարին վայելել։ Պոլիգլոտ Մարիամը, ինչպես ինքն է ասում, երբ հասկացավ նաև մեղուների լեզուն, ընտանեկան սիրողական գործն իր ձեռքը վերցրեց, տնտեսությունը քայլ-քայլ ընդլայնեց, ապրանքն էլ բրենդավորեց։ Իմ մեղր, որ համտեսողը հենց իրենը համարի։ Այս փոքրիկ հրաշքները դարձել են իմ կյանքի իմաստը։ Ախր որ նայեք իրենք ոնց են աշխատում, առանց տրտնջալու, առավոտից մինչ ուշ երեկո, առանց ընդմիջում խնդրելու, վերջում պարզապես աշխատանքի արդյունքն ենք տեսնում։ Մեղուների աշխատանքը սկսվում է Գարնան հետ Արարատյան դաշտում, հետո շարունակում ավելի բարձրադիր գոտիներում Ձորախբյուր, Հրազդան, Դիլիջան, Երթուղու վերջին հանգրվանը Վարդենիսի սարերն են, որտեղ էլ կատարվում է մեղրաքամը։ Ոսկեգույն բարիք ստեղծող կովկասյան գորշ տեսակի աշխատավորները մեկ մեղվափեթակում 12-ից մինչև 15 կիլոգրամ մեղր են ամբարում։ Պահանջարկը ավելի է մեծանում, մի ուրախություն մեզ։ Սկսում ենք ընդլայնել մեր տնտեսությունը եւ փեթակները ավելի շատացնելու ենք։ Մեղվանոցը նոր մեղվափեթակներով ու մեղվաընտանիքներով համալրելու համար Մարիամը կօգտվի պետաջակցությունից, որպեսզի մեր երկրում մեղվաբուծությունն ավելի ընդլայնվի զարգանա, բերքի ծավալն ավելանա, կառավարությունը 2024-ից պիլոտային ծրագիր սկսեց։ Ծախսերի փոխհատուցման բաղադրիչով քաջալերելով մեղվաբույծների նոր ներդրումների գնալ, նոր մեղվաընտանիքներ ներգրավել, շահույթն ավելացնել։ Ծրագրով նախատեսված է մեկ մեղվափեթակի համար առավելագույնը 80,000 դրամ պետության կողմից, փոխհատուցումը իրականացվում 50%-ի չափով 40,000 դրամ, պարտադիր մեղվափեթակները պետք է լինեն նոր, մեղվաընտանիքները պետք է լինեն առողջ։ Մեր երկրում մեղվաբուծության ոլորտի զարգացման ներուժը մեծ է, մեղվաբույծների առաջ բացվող հեռանկարներն էլ գայթակղիչ, Հայաստանի բուսածաղկային գոտիականության բազմազանությունը, ալպիական շտեմարանները հնարավորություն են տալիս բարձրարժեք մեղր ստանալ, որի պահանջարկը մեծ է նաև արտերկրում։ Մեղվաբուծության գրավչություններից է նաև, որ բացի մեղրից հնարավոր է ստանալ նաև այլ թանկարժեք պրոդուկտներ՝ մայրակատ, ծաղկափոշի, մեղվի թույն։ Հայկական մեղրի համբավն ավելացնելու համար պետությունը աջակցում է նաև, որ մեղվաբույծներն իրենց արտադրանքը միջազգային ցուցահանդեսներով ներկայացնելու ավելի լայն հնարավորություններ ունենան։ Արտահանման գործընթացն էլ լինի անխրթին։ Չունենք որևիցե մի խնդիր, որևիցե մի երկիր մեղր արտանելու ուղղությամբ։ Ճանապարհները բաց են, տնտեսվարողները կարող են սահմանված կարգով դիմել լիազոր մարմնին եւ ստանալ նշված երկիր մեղր արտանելու թույլտվություն։ Կախված տարվա բնակլիմայական պայմաններից արտադրում է շուրջ 3500-ից մինչև 4000 տոննա մեղր։ Բավականին նվազել է հանրապետություն մեղրի ներկրումը եւ դրայից զուգահեռաբար ավելացել է հանրապետությունից մեղրի արտանման ծավալները։ Մեղվաբուծության աջակցության ծրագրով ակնկալվում է, որ մեկ նոր մեղվափեթակից ստացվող բերքի ծավալը զգալի կավելանա, հնարավոր է կրկնապատկվի։ Արտահանման ցուցանիշներն էլ կբարելավվեն։ Ծրագրից օգտվելու նախապայման է, որ թե մեղվափեթակ վաճառողը, թե ձեռք բերողն ունենան իրավաբանական անձի կարգավիճակ, մեկ շահառուն կարող է ծրագրով գնել նվազագույնը 10, առավելագույնը 50 մեղվափեթակ։ 100-ից ավել արդեն հայտ ենք ստացել, որոնցից շուրջ 70 տնտեսվարողներ ճանաչվել են որպես շահառուներ։ Այս պայդրությամբ արդեն իսկ ունենք 1500 մեղվափեթակ ձեռք բերելու հաստատված հայտ, գործընթացը շարունակական է։ Այս տարի արդեն իմ մեղրի արտադրության ծավալներն ավելացնելով մեղվասեր բանասերը բացի օնլայն վաճառքից նաև սուպերմարկետներում կներկայանա։ Հեռանկարում արտահանման մասին է նաև մտածում։ Գերմանիայում, Դուբայում ցուցահանդեսների է մասնակցել, իրենց բազմածաղկային համտեսողներից դրական արձագանքներ միայն հավաքել։ Խնդիրը մինչև այս քիչ քանակները բերքի, որպիսի արտահանի առաջիկա տարիներին կձգտի, առաջարկը պահանջարկին մոտեցնի։